Հայաստանում թափոնները տեղափոխվում են աղբանոցներ, որոնք չեն համապատասխանում սանիտարական նորմերին եւ հեռու են միջազգային չափանիշներից։ Դրանք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, աղտոտում են օդը, ստորգետնյա ջրերը, հողը, բացասաբար են ազդում մարդու առողջության վրա։ 2025 թվականին շահագործման հանձնվեց Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը։ Այն գտնվում է Հրազդան համայնքի վարչական տարածքում եւ սպասարկելու է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքներին։ Աղբավայրի ներկայիս բջիջը նախկինում կավի հանք է եղել, այժմ այն ամբողջությամբ պատված է գեոմեմբրանային թաղանթով, կանխելու հողի եւ ստորգետնյա ջրերի աղտոտումը։ Յուրաքանչյուր աղբատար գրանցվում ու կշռվում է։ Բեռնաթափումից հետո մեքենաները պարտադիր լվացվում են, իսկ թափոնը բջիջում տոփանվում է ու ծածկվում հողի շերտով։ Սանիտարական աղբավայրի հենց առաջին բջիջը, որը որ կառուցված է, ինքը իրենց ներկայացնում են քարաշերտ կավի տոփանված շերտ, գեոմեմբրան, գեոտեքստիլ եւ խողովակաշար ներքևում կառուցված, որը որ նախատեսված է կերտաջրերի փակ խողովակաշարով անցում դեպի ջրավազան։ Ջրավազանից տակվող ջրի ծավալը հատուկ տեխնիկայի միջոցով օգտագործվում է աղբի շերտը խոնավացնելու համար։ Կառուցված են այդ ենթակառուցվածքն է, թողնվում են այն տեղերը, որ եթե հնարավորություն կլինի կատարել ներդրում եւ կորզել գազը, անվնաս այրել, դա կարելի, եթե չէ, առնվազն ինքը անվնաս կլինի եւ այդ հրդեհները կբացառվեն։ Աղբավայրը շահագործում է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների կողմից հիմնադրված Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերությունը։ Մոտ 15 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ։ Աղբավայրը նախատեսված է շահագործել 25 տարի։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի տեխնիկական աջակցությամբ Սևանի համայնքապետարանը ներդրել է սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման նոր ծառայություն։ Ծրագրի շրջանակում համայնքին տրամադրվել է 1680 տեսակավորման թափոնաման եւ 1 թափոնատար մեքենա։ Տեսակավորված թափոններն ուղղվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման կենտրոն, որտեղ անցնում են երկրորդային տեսակավորում եւ աճուրդով վաճառվում վերամշակող ընկերություններին։ Օրական հավաքվում է մոտ 1 տոննա ստվարաթուղթ եւ 400 կիլոգրամ պլաստիկ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բնակավայրերից։ Այս պայն ունենք ձեռք բերված պայմանավորվածություններ թե Հրազդան համայնքում, թե Սևան համայնքում տնտեսվարողների հետ, որպեսզի իրանց գեներացրած տեսակավորված թափոնները չլցնեն խառը աղբամանների մեջ, խառը թափոնի համար նախատեսված ամանների մեջ, դրանով իսկ իրանք եւ նպաստում են շրջակա միջավայրի մաքրությանը եւ տեսակավորման գործընթացի զարգացմանը։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում կենցաղային աղբում թափոնների միջև 60%-ը օրգանական է։ Չոր վերամշակելի թափոնների տեսակավորմանը պետք է հաջորդի նաև սննդային թափոնների տեսակավորումը եւ այս թափոններից կենսագազի կայանների միջոցով էլեկտրաէներգիայի ստացումը, ինչպես նաև կոմպոստի ստացումը, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Նաև այս գործընթացը իրականացնելու արդյունքում մենք աղբավայր ավելի քիչ աղբ կուղարկենք։ Կոշտ կենցաղային թափոնների կառավարման կենտրոնը Հրազդանի սանիտարական աղբավայրի հետ միասին հաջողված օրինակ է, թե ինչպես կարող են պետությունը, համայնքները եւ միջազգային գործընկերները միավորել ուժերը, ստեղծելու անվտանգ, վերահսկվող եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող թափոնների կառավարման համակարգ։